Ցույց եմ տալիս ձեզ իմ սիրելի պլաշի կտորը, այս պլաշի կտորին ուղղակի ասում են պլաշի կտոր, որը ֆլիզով է, ֆլիզ է այս կողմը։ Սրա համար պետք են հատուկ փափուկ կամ տաքացնող աստառներ, դուք կարող եք ձևել կարել այսպես, քամի չի անցկացնում, ջուրը չի անցկացնում, բավականին տաք է։ Հայաստանի համար ուղղակի իդեալական հագուստ է ստացվում, դա կարող է լինել պիջակի նման, դա կարող է լինել պլաշ ցանկացած, դա կարող է լինել վերարկու, կանանային աշնանային, հիմա իմ մոտ ստացվում է, ոնց որ վերարկու եմ կարելու, բայց դա պլաշի կտորից։ Ես ուրեմն այս կտորից արդեն վաղուց կրում եմ պլաշ, անդադ դա իմ հագն է, որտեղ ես ապրում եմ Սանկտ Պետերբուրգում, որտեղ միշտ է ցուրտ, ոնց որ տաք, ցուրտ, խոնավ, ամենահարմար կտորն է, սա իմ պլաշն է, որ ես կարել եմ 12 թվականին ու անդադ եմ հագել, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինքը ոնց է իրան պահել։ Պատկերացնում եք, ես չափերով փոխվել եմ տարիների ընթացքում, դրա համար այսպիսի գծեր են առաջացել, որտեղ ես հագնում եմ իրան հաստ սվիտրներով, գործած սվիտրներով, բարակով, նայած եղանակի եւ նայեք կարերը ընդհանրապես չի բացվել, նկատի ունեմ այստեղ մի հատ տեղ նկատեցի, որ գտնեմ, հա, այսպես, տեսնում եք, մի թեթև, այսինքն ոնց որ կարը գնացած լինի այստեղ, բայց մի թեթև ու այստեղ է, այս հատվածում է, ես էլ չեմ տեսնում ոչ միտեղ նման բան, այսինքն ինքը այդենց այս շարժվող մասերը այսինքն լավ պահում է եւ շատ հարմար է։ Ուրեմն այստեղ տեսնում եք այս քաշվածը, եւ միակ մինուսը այս հագուստի հենց այս հատվածն այն է, բրոշ եմ կրել այստեղ, զակոլկաներ տարբեր, դրա համար այստեղ այսպիսի վնասվածք կա, բայց ընդհանուր առմամբ ինքը շատ լավ է։ Միջալոց ասեմ, դե ես շատ երկար տարիներ եմ հագել, տեսնում եք ինքը առանձնացել է, բայց չի խանգարում դա։ Առանձնացել է ոչ թե առաջի երկրորդ տարում, այլ երևի 7-րդ, 8-րդ տարում, ուղղակի չեք պատկերացնի, ես ինչքան շատ եմ կրել սա։ Այսինքն տեղ կա, ես հիմա այսինքն զգում եմ, որ ինքը առանձնացել է այս պլաշը։ Այսինքն այս կտորը առանձնացել է այս ֆլիսից։ Բայց ելի ասեմ, ես ուղղակի շատ եմ կրել դա։ Ես սիրում եմ այգով քայլել, ամեն օր եղել են այդպիսի երկար դուրս մնալու, քայլելու պահեր, որ մնացած առումներով ուղղակի հիանալի է պահել իրան կտորը եւ ես նորից եմ կարում այս կտորից, որտեղ գիտեմ, որ հիմա կարելի է մի 10 տարի հագնեմ էլի նորից, ոչինչ չի լինի։ Իդեպ ասեմ, որ այս կտորից կարում են դկնորսների համար, տղամարդկանց շալվարներ են կարում ձմեռային, շատ հարմար է։ Ուղղակի շատ հարմար է, որ դուրսը ուտիպլոնի ինչ որ շալվարներ են էլի կարում, կներեք sense տնական հայրենիս համար, ուղղակի որ պատկերացնեք ամբողջ էմոցիաներս տամ, թե ինչքան շատ եմ սիրում ես այս կտորը։ Ուրեմն կտորի անունը կարող է լինել դյուսպո, ինքը պոլիեստեր է, ամբողջությամբ չշնչող է, որտեղ սա ջուրը չի թողնում, խոնավությունը չի թողնում, ոչ դուրս գա, ոչ ներս գա։ Ֆլիսի վրա է, առանց մեմբրանի, այսինքն դե պարզ է, այստեղ չկա մեմբրան, ընդհանրապես մեմբրանի մշակում չկա, մեմբրանը հատուկ sense նյութ է, որը պլաշները որ մի տակ են լինում, մշակած է լինում, բայց դրանք պետք է կարվի արդեն կամ աստառացում պետք է լինի հաստ, կամ էլ ինչ-որ մի բան պետք է մտածեք, որ շատ չմրսեք։ Вот երկու տակը, ուրեմն այդպես Օքսֆորդ, ինքը Օքսֆորդ չի, բայց կարող եք նաև տեսնել, որ միտեղ գրած կլինի Օքսֆորդ, բայց ինքը Օքսֆորդ չի, Օքսֆորդը մի փոքր այլ է։ Կարճ ասեմ, դիտումին դու խորհուրդ եմ տալիս։ Հայաստանում շատ կլինի, ես իհարկե պատվիրել եմ marketplace-ից, որովհետև ինձ հարմար չի ուղղակի, ես մարզում եմ ապրում, ինձ հարմար չի գնալ հասնել, խանութները գնել, հարմար է հենց ստանալ։ Вот, եթե ուզում եք արտիկուլը թողնեմ, բայց լավ կլինի հայ արտադրողներից առնեք, նույնիսկ կարող է մաչելի լինի ավելի, քան ես եմ պատվիրել։ Ես պատվիրել եմ 4 մետր, լինելու է վերարկու, պատվիրել եմ 4 մետր, հնարավոր է ինչ որ մի բան կարեմ սրանից, լայնքը 1.46 է, այնպես որ նայեք, եթե ձեր ռազմերը 48-ից ավել է, 50-52, նայած ինչ կմտածեք, եթե լայնքի մեջ պետք է տեղավորեք, չի տեղավորվում, ուրեմն 2 բոյ պետք է լինի։ Առանձին տեսանյութով ցույց կտամ, թե ինչպես եմ ես նախագծում, ոյ, այս գրքից պետք է նախագծեմ բազային հիմք, դա ցույց կտամ։ Բազային հիմք նախագծելու եմ պիջակի համար, այսինքն ավելացումները, այդ ազատությունը ըստ սիլուետի պետք է տամ պիջակի համար, ցույց կտամ, թե ինչպես եմ ես օգտվում եւ փոխում այստեղ զգեստի համար է օրինակը տրված, ինչպես եմ փոխում հավելումները եւ այն կդառնա արդեն պիջակ, որպես երկրորդ, երրորդ շերտի հագուստ, բայց կարելի է նաեւ որպես վերարկու անել, իդեպ իրանք շատ քիչ են տարբերվելու իրարից, այնպես որ կարա լինի վերարկու ընդգրկող, որտեղ իմ մոտ ընդգրկող վերարկու է վերևի հատվածում եւ որպես պիջակ կարա ինքը լինի մի քիչ ավելի թույլոտ։ Այսինքն ստացվում է պիջակ վերարկու։ Դա բնականաբար առանձին վիդեոյով երկար, այնպես որ YouTube-ում կարող եք տեսնել, բաց տարբերակով եմ տեղադրելու։